Աճող միջուկային սպառնալիքի և խորացող անվստահության պայմաններում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվել են ՄԱԿ-ում պատասխանելու առանցքային հարցին։ Կարող է միջուկային զենքի տարածումը զսպող հիմնական միջազգային մեխանիզմը շարունակել գործել։ ՄԱԿ-ի Նյույորքյան կենտրոնակայանում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ համաժողովն է։ Փաստաթուղթը վավերացրել է 191 երկիր, այն միջազգային անվտանգության անկյունաքարն է։ Գլոբալ անկայունության նոր դարաշրջանի ֆոնին զենքի վերահսկման համակարգն այսօր վերապրում է տասնամյակների ամենալուրջ ճգնաժամերը։ Միջուկային զենքի վերացման գլոբալ նպատակը սկիզբ է առնում դեռևս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946 թվականի առաջին բանաձևից։ Սակայն ցավոք մարդկանց հիշողությունը կարճ է։ Միջուկային սրերը կրկին զրնգում են, անվստահությունը գերիշխում է, դժվարությամբ ձեռք բերված նորմերը քայքայվում են, զենքի վերահսկողությունը մեռնում է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհը հայտնվել էր միջուկային աղետի մշտական սպառնալիքի ներքո։ Մարդկությունն ապրում էր հավանական միջուկային արմագեդոնի ստվերում, ասել է Գուտերիշը, հավելելով, որ այժմ ռազմական ծախսերը հասել են 2.7 տրիլիոն դոլարի, ինչը 13 անգամ գերազանցում է զարգացմանն աջակցելու ծախսերը։ Գլխավոր քարտուղարը համաշխարհային լիդերներին կոչ է արել հրաժարվել անգործությունից ու անհապաղ քայլեր ձեռնարկել վերացնելու մարդկության գլխին կախված սպառնալիքը։ Համաժողովում Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչները բուռն վիճել են։ Ամերիկացի պատվիրակը դեմ է արտահայտվել համաժողովի փոխնախագահներից մեկի պաշտոնում Իրանի ներկայացուցչի նշանակմանը։ Ամերիկյան կողմը բողոքի ալիք է բարձրացրել որոշումը որակելով որպես վիրավորական և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին հակասող։ Անկասկած, Իրանը երկար ժամանակ է, ինչ արհամարհում է պայմանագրերը և դրա կողմից սահմանված պարտավորությունները։ Նա հրաժարվում է գործակցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կամ պատասխանել իր սեփական ծրագրերի վերաբերյալ հարցերին։ Իրանական կողմը խիստ քննադատել է Միացյալ Նահանգների ներկայացուցչի խոսույթը։ Իմ պատվիրակության անդամները կտրականապես ու բոլոր հնարավոր միջոցներով մերժում են ամերիկյան պատվիրակության հայտարարությունը։ Այն անհիմն է և պայմանավորված քաղաքական դրդապատճառներով։ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը կիրառել է միջուկային զենք։ Այդ երկիրը շարունակում է հարստացնել իր միջուկային զինանոցը, ինչպես նաև փորձում է հաստատվել որպես միջազգային արբիտր։ Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այն մակարդակի, որ չի եղել սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահպանումն ու իրականացումը, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Ռաֆայել Գրոսին նշել է, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք, և խաղաղության ու անվտանգության հիմքում ընկած բազմակողմ մեխանիզմները գտնվում են հսկայական ճնշման տակ։ Գրոսին հավելել է, որ միջուկային զենքի տարածման կանխումը բխում է ընդհանուր շահերից, իսկ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը դրա համար ամենահզոր բազմակողմ գործիքն է։ Միջուկային սպառնալիքի ու ծովային ուղիների անվտանգության առանցքային թեմաները քննարկվել են նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանի մեկ այլ դահլիճում՝ Անվտանգության խորհրդի նիստում։ Ծովային անվտանգության ոլորտում առկա խնդիրներին բախվում են բոլորը, նույնիսկ այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Հորմուզի նեղուցով նավագնացության իրավունքներն ու ազատությունը պետք է հարգվեն։ Այս սկզբունքները պետք է առանց հետաձգվելու լիովին կատարվեն։ Դիմում եմ կողմերին, բացեք Հորմուզի նեղուցը։ Թույլ տվեք, որ նավերն անցնեն առանց վճարի ու առանց խտրականության։ Թույլ տվեք, որ առևտուրը վերսկսվի, որ գլոբալ տնտեսությունը վերակենդանանա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ֆրանսիայի արտգործնախարարն Իրանին հորդորել է լուրջ զիջումների գնալ ու հրաժարվել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու փորձերից։ Միջազգային ջրերն ամբողջ մարդկության ժառանգությունն է։ Դրա օգտագործումը պաշտպանված է ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով։ Նեղուցներն աշխարհի զարկերակներն են, նրանք անհատների սեփականությունը չեն, դրանք չեն վաճառվում։ Հետևաբար չեն կարող արգելափակվել, գանձման կամ կոռուպցիայի միջոց դառնալ ոչ Իրանի, ոչ էլ որևէ այլ կողմի ցանկությամբ։ Ծովային անվտանգության հետ կապված իրավիճակը ոչ միայն լուրջ սպառնալիք է համաշխարհային տնտեսությանը, այլև կարող է դառնալ ձգան ռազմական էսկալացիայի համար։
Угроза морской безопасности. Ծովային անվտանգության սպառնալիքն այժմ բխում է ոչ այնքան ծովահեններից կամ հանցավոր այլ տարրերից, որքան 21-րդ դարի նոր ֆլիբուստերներից, ծովային ավազակներից, օրինակ Եվրամիության անդամ երկրներից, որոնք չեն խորշում առևտրային նավերի ձերբակալումից։ Նրանք կոպտորեն խախտում են ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան։ Փորձ է արվել Իրանի վրա դնել ամբողջ պատասխանատվությունը, կարծես հենց Իրանն է հարձակվել իր հարևանների վրա եւ միտումնավոր խոչընդոտում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը վստահեցրել է Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով ունի Հորմուզի նեղուցի երթևեկը սահմանափակելու լիակատար իրավունք։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։